Բարև ձեզ, նստեք խնդրեմ։ Բարձր դատարանը անվավեր կճանաչի ընտրությունների արդյունքների վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունիսի 14-ի որոշումը, թե կմերժի քաղաքական 7 ուժերի դիմումները, հայտնի կլինի 3 օրից։ Մինչ այդ սահմանադրական դատարանի 7 դատավորի առաջ համոզիչ խոսք հնչեցնելու իրենց վերջին հնարավորությունն են օգտագործում ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, պատասխանող կողմը, որպես երրորդ անձ ներգրավված քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Սկսում ենք բացման եզրափակիչ խոսքերի փուլը։ Սահմանադրական դատարանի հիմնադիր նախագահ Գագիկ Հարությունյանի խոսքերով է եզրափակիչ ելույթը սկսում ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։ Որ Հայաստանի Հանրապետությունում կա սահմանադրություն, բայց չկա սահմանադրականություն։ Երկրում սահմանադրականություն չունենալու վառ ապացույց են 2026-ի խորհրդարանական ընտրությունները, ասում է Վարդևանյանը։ Ընդգծում, դրանք չեն անցկացվել ազատ, հավասար պայմաններում, ուղեկցվել են վարչական ռեսուրսի կիրառմամբ, ատելության խոսքով, կեղծիքներով։ Մենք հիմնավորեցինք, որ վարչական ռեսուրսի չարաշահումը եղել է անասելի։ Դրա վերաբերյալ ներկայացրեցինք կրկին դատական ակտեր, փաստահեն պնդումներ։ Մենք հիմնավորեցինք, որ սույն ընտրական վեճի, ընտրական գործընթացի, ընդհանրապես ընտրական այս գործընթացի շրջանակներում լիազոր մարմինը ունեցել է անկախության դեֆիցիտ։ Վարդևանյանի խոսքով կենտրոնական ընտրական հանձնաժողովի կամակատար լինելու փաստը ակնհայտ դարձավ բարձր դատարանում ԿԸՀ նախագահի խոնարհ լռությամբ։ Ըստ Վարդևանյանի, անգամ դատավորի հարցին պատասխանելիս կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը նախընտրել է օգտվել լռելու իրավունքից։ Մենք պարզեցինք, որ գործով պատասխանողը մի շարք հարցերի վերաբերյալ պատասխան չունի։ Մենք տեսանք դատաքննության ընթացքում ինչպես է հնարավոր հարցերի չպատասխանել։ Կարծում եմ սահմանադրական դատարանում, սահմանադրական արդարադատության շրջանակներում մենք առաջին անգամ ականատեսը եղանք, որ սահմանադրական դատարանում պատասխանողը օգտվեց փաստացի լռելու իրավունքից։ Երբ բարձր դատարանի դատավորներից մեկի ուղիղ հարցադրմանը պատասխան ընդհանրապես չտրվեց։ Ընտրությունները չեն անցել հավասարության պայմաններում, համոզված է Վարդևանյանը։ Սամվել Կարապետյանը ամբողջ ընտրական գործընթացի ընթացքում լինում է տնային կալանքի պայմաններում։ Հավասար հնարավորություններից երբեք չի օգտվել ուժեղ Հայաստանը, ասում է դաշինքի ներկայացուցիչը, հիշեցնում ընտրություններից 2 ամիս առաջ ապրիլի 7-ին ընտրական օրենսգրքում փոփոխություն եղավ, որպեսզի դաշինքի անվան մեջ չօգտագործվի քաղաքական ուժի առաջնորդի անունը։ Մենք խոսում ենք այնպիսի ընտրության արդյունքների մասին, որտեղ որևէ մեկ ուժ 50%-ից ավելի ձայն հանրության վստահության քվե չի ստացել։ Հետևաբար նույնիսկ թվով 10, թվով 20 ընտրական տեղամասերի արդյունքների վերանայումը կամ վերաքվեարկությունը էական ազդեցություն կարող է ունենալ։ Բարձր դատարան, ես իսկապես խնդրում եմ նաև, որ խորհրդակցական սենյակում, երբ քննության առարկա հանդիսանա այս ընտրության արդյունքներով վեճը, դուք դիտարկեք հնարավորությունը, որ իսկապես երբ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովրդի իշխանության իրացումը իր արդյունքի տեսքով չլինի փոշու հաշվին։ Ձայների փոշին չի, որ որոշում է, թե ով պետք է լինի իշխանություն։ Ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչել է պահանջում ուժեղ Հայաստանը։ Սահմանադրական դատարանը պատասխանողի ընդունած որոշումը ճանաչի անվավեր։ Հայաստան դաշինքի ներկայացուցիչներն են ամբիոններին մոտենում։ Եզրափակիչ խոսքի հիմքում դատավորի աթոռը զբաղեցրած Արթուր Վաղարշյանի փիլիսոփայական հարցն է. ով է ընտրողը։ Բարձր դատարան, մենք որոշել ենք մեր եզրափակիչ ելույթի առանցքը դարձնել Արոն Վաղարշյանի իրավական փիլիսոփայական հարցը ով է ընտրողը։ Մեր ամբողջ դիմումը մեկ մարդու մասին է, այն քաղաքացու, որի կամքն է սահմանադրությունը պաշտպանում եւ որի կամքը պաշտպանելու առաքելություն ունեն պետական մարմինները եւ նաեւ այս բարձր դատարանը։
Ընտրողը տեսնում է, լսում, հաշվում, վերլուծում եւ հասկանում, որտեղ ոտնահարվեցին իր իրավունքները, ասում են դաշինքի ներկայացուցիչները։ Պարոն Խաչատուրյան, ընտրողը մտածող մարդ է, նա վերլուծում է։ 5 օր շարունակ տևած մեր քննարկումներից ընտրողը վերլուծում եւ հասկանում է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը անգործություն է դրսևորում։ Մենք հասկացանք, որ կարելի ասել չենք ունեցել կենտրոնական ընտրական հանձնաժողով, քանի որ այն չի կատարել իր առաքելությունը։ Ինչ է արել կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների օրը եւ հետընտրական շրջանում։ Պարզապես կազմակերպել է միջոցառում, այն էլ անփութորեն հայտարարում է Հայաստան դաշինքը։ Պետք չի ասել, թե ունեցել ենք վերահսկողական մեխանիզմներ, որովհետև այդ վերահսկողական մեխանիզմների սոսկ արձանագրումը ընտրական օրենսգրքում փաստացի տեսնում ենք, որ չի երաշխավորում դրանց գործունեությունը։ Պարզապես հղում անել ամեն անհարմար հարցին, թե ինչու կհնչի գործել այն փաստարկով, որ գիտեք ինչ կա, դուք ունեցել եք վերահսկողական մեխանիզմ, ում ա պետք է վերահսկողական մեխանիզմը, ում ա պետք վերահսկիչ վերստուգիչ հանձնաժողովի գոյությունը, եթե ինքը ըստ էության որևէ բան չի անելու, սրան հետո ավելի ուշ կանդրադառնամ։ Ում է պետք է վստահված անձանց, որ այդքան հղում է կատարում իրենց գոյությունը, եթե ըստ էության իրենց արձանագրված խախտումները հետո որևէ արձագանք չեն ստանալու։ Ավելի լավ է կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդհանրապես փակել, փոխարենը այդ գումարը պետական բյուջեից հատկացնել Domino Video Production-ին, որը հաստատ ավելի լավ կկազմակերպի այդ միջոցառումները բլեքջեքով եւ դրոններով։ Պարոն Վաղաշյան, ընտրողը զոմբի չի, ընտրողը զգացմունքներ ունի, ու այդ զգացմունքները ենթակա են ազդեցության։ Ու նրա վրա, ճիշտն ասած, ամեն ինչ ազդում է։ Ընտրողը մտածել ու հասկացել է 8 տարվա կառավարման ընթացքում, ինչու հենց ընտրություններից առաջ իշխանությունը որոշեց բարձրացնել թոշակը, առողջության ապահովագրության համակարգներ դնել, ասում է Սողոյանը։ Բոլոր թվարկված խախտումները ազդել են ընտրությունների մասնակցած անձանց 55%-ի կամքի վրա։ Պարոն Խունդկարյան, ընտրողը նաև տեսնում է։ Ներկայացված նյութերով ու ապացույցներով հիմնավորել ենք, որ քաղաքացիական պայմանագրի քարոզարշավի զգալի մասը ֆինանսավորվել է պետական բյուջեից։ Այս հնարավորությունից չեն օգտվել մյուս կուսակցությունները։ Օրինակ, արդյոք կարող ենք նաև հարցադրում ուղարկել։ Նույն դոկ կուսակցությունը, եթե պետական բյուջեից ֆինանսավորվեր 419 միլիոն դրամով, շատ ավելի հաջող քարոզարշավ չեր անի եւ ավելի բարձր ցուցանիշներ չէր գրանցի։ Արդյոք բոլորին դեմ են կուսակցությունը, եթե այդ գումարը ստանար եւ օրինակ կառավարության դիմաց խաղալիք մուկ տշելու փոխարեն Disneyland-ից մեծ միջոցառում կազմակերպել եւ Mickey Mouse-ին տշեին կառավարության դիմաց, այդ կրեատիվ արշավը շատ ավելի հաջող չէր լինի եւ ավելի շատ ձայներ չէր բերի։ Բարձր դատարան այս ընտրությունները պատմության մեջ բացառիկ այն ընտրություններն են եւ այս process-ը բարձր դատանում այն process-ն է, որի ընթացքում կուսակցությունների ընտրությունների արդյունքների կեղծումը կարելի է ապացուցել կալկուլյատորով։ Ըստ Խուդոյանի ընտրողը գիտի նաև, թե ինչ մթնոլորտում են քարոզարշավ կազմակերպել քաղաքական ուժերը։ Այդպես էլ մինչ առայսօր պարզված չի, թե ինչպես պատահեց, որ անձը հասավ ինքնասպանության ԿՊ պաստառը փոկելուց հետո։ Ատելության խոսքի աննախադեպ դրսևորումներ քարոզչության ընթացքում հայտարարում է Սողոյանը։ Բարձր դատարանից առնվազն արձագանք պահանջում իշխանության ներկայացուցիչների օգտագործած բառամթերքի վերաբերյալ։ Այդ արտահայտությունները որևէ մեկին կլինի հասարակ քաղաքացի, կլինի քաղաքական մրցակից, ընդունելի լինել չեն կարող եւ ես եւս ակնկալում եմ բարձր դատարանի հստակ դիրքորոշումը, որպիսի նմանատիպ արտահայտությունները վարչական ռեսուրս ունեցող ուժի առաջնորդի կիրառությամբ հատկապես բացառվեն մեր քաղաքական խոսույթից։ Մենք նկատել ենք այդ երկակի ստանդարտները, այնինչ կարելի է Յուպիտերին, չի կարելի ցլին։ Եթե խոսքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի նրա զրպարտությունների 100 հազարավոր քաղաքացիների հասցեին վիրավորանքները ատելության խոսքը, դա սուր քաղաքական խոսք է։ Երբ իրենց են այդպես կամ ավելի մեղմ հակադարձում, փռվում են ասֆալտին, բանտարկվում են, խոշտանգվում են ՀՀ քաղաքացիները։ ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանն է ձայնի հնարավորություն ստանում։ Հիշեցնում է բացման խոսքում հնչեցրած միտքը, իրենք չեն պայքարում չեմպիոնի տիտղոսի համար, կուսակցության վաստակած ձայների վերադարձ են պահանջում։ Մոտեցել ենք ծանրաձողին, ասել ենք կլինի 58500 ձայն դնեք այդ ծանրաձողի վրա, բարձրացնելու ենք։ Դրել են։ Բարձրացրել են, կաղնել են, րոպեն անցել է, կոճակը սխմել են, ասել են այո դու բարձրացրել ես բաները, հետո ասել են արա չէ, 58500 քաղաքացի գնացել են ընտրատեղամաս եւ ձայն են տվել։ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը
Բարգավաճ Հայաստան կուսակցությունը բարձրացրել է այդ ծանրաձողը, ցույց է տվել, բոլորը տեսել են, հատուկ հարցրել եմ, ասել եմ, եղել է միջամտություն այդ տեղամասերում, կասկած կար, որ ինչ որ ձևով Բարգավաճ Հայաստանը տեղ ավել ձայն է ստացել, քան պետք է ստանար, որևէ ձևով ուղղորդում, որևէ ձևով միջամտություն, չէ, ինչա տեղի ունեցել այդ ընտրատեղամասերում, իրականում իրացվել է քաղաքացիների ընտրելու իրավունքը։ Օրբելյանը արձանագրում է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը խորհրդարան չի անցել կենտրոնական ընտրական հանձնաժողովի անգործության հետևանքով։ Ի սկզբանե ճիշտ են հաշվարկվել ձայները, բայց դրանք սխալ է արձանագրել կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Խնդրում եմ անվավեր ճանաչել ընտրության արդյունքներն ամբողջությամբ կամ, եթե կգտնեք այս որ դա կիրառելի չի, ապա անվավեր ճանաչել եւ նշանակել մանդատների բաշխման նոր կարգ, որի արդյունքում ԲՀԿ-ն կստանա 5 մանդատներ։ Քաղաքական ուժերի ապացույցները չեն բավարարում Սահմանադրական դատարանում երրորդ անձ ներկայացած ԿՊ ներկայացուցիչ Սրփուհի Գալյանին։ Նրանք հիմնականում 5 օր տևած դատալսումների ավարտին Գալյանը պնդում է, թե լսում է դատողություններ, բայց չի տեսնում փաստեր։ դիմողներն անընդհատ կրկնում էին. մենք հիմնավորեցինք, մենք ապացուցեցինք, մենք ներկայացրինք փաստեր։ Սակայն նույն դատողությունը բազմիցս կրկնելը դեռևս չի նշանակում, որ այն համապատասխանում է իրականությանը։ Նաև չի հասկանում Տիկին Գալյանը ինչու են իրենց մեղադրում ընտրություններից առաջ թոշակը բարձրացնելու կամ առողջության ապահովագրության համար։ Ըստ Գալյանի, կառավարության բնականոն գործունեության մաս են կազմել այդ բարեփոխումները։ Իրենք հո չէին դադարեցնելու սոցիալական միջոցառումների ծրագրերը։ Ինչ պետք է աներ կառավարությունը։ Դադարեցներ իր գործունեությունը, չիրականացներ կառավարության ծրագրով նախատեսված միջոցառումները։ Օրինակ, չշարունակեր առողջապահության համընդհանուր ապահովագրության տարիներ տևած ռեֆորմը, չշարունակեր սոցիալական միջոցառումների իրականացումը, չիրականացներ կառավարության ծրագրով նախատեսած միջոցառումները։ Դատարանում վերջին խոսքի համար ամբիոնին է մոտենում ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ Արձանագրում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիմա անկախ է առավել, քան երբևէ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անկախության դեֆիցիտ չունի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անկախ է առավել քան երբևէ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խնդրում է Սահմանադրական դատարանից մերժել բոլոր դիմումները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խնդրում է Սահմանադրական դատարանից ուժի մեջ թողել իր 259A որոշումը, որովհետև այն համարում է իրավաչափ։ Ավարտվում է դատական նիստը, բարձր դատարանի դատավորները խորհրդակցական սենյակ են գնում։ Որոշումը կհրապարակվի մինչև հուլիսի 4-ի ավարտը։ Լիլիթ Խալաթյան, Նորայր Շարբաթյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։